Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 27։ Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին, Գործք Առաքելոց 13-րդ գլուխ 34-րդ խոսք։ Մարդուց եկող ոչինչ հաստատ չէ, բայց Աստծուց եկող ամեն ինչ հաստատ է։ Հատկապես ուխտի ողորմությունները հաստատ ողորմություններ են, ինչպես Դավիթն է ասում. հավիտենական ուխտ է, ամեն ինչում կարգավորված և հաստատ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Տերն իսկապես մտադիր էր ողորմություն ցույց տալ, քանզի նա դատարկ խոսքեր չի ասում։ Նրա յուրաքանչյուր խոստման մեջ իրականություն և ճշմարտություն կա։ Նրա ողորմությունները իսկապես ողորմություններ են։ Նույնիսկ եթե որևէ խոստում մարդկային աչքին թվում է, թե մահվան պատճառով չի կարող կատարվել, այն երբեք չի տապալվի, որովհետև բարի Տերը հավատարիմ է իր խոսքին և անպայման կկատարի այն։ Մենք վստահ ենք, որ Տերը իր խոստացած ողորմությունները կշնորհի բոլոր նրանց, ովքեր իր ուխտի ժողովրդի մասն են։ Դրանք իրենց սահմանված ժամանակին կհասնեն Տիրոջ բոլոր ընտրյալներին։ Այդ ողորմությունները հաստատապես տրվելու են ամբողջ սերնդին, նրանցից ամենափոքրից մինչև ամենամեծը։ Մենք վստահ ենք, որ Տերը կշարունակի իր ողորմությունները ցույց տալ իր ժողովրդին։ Նա չի տալիս, ապա հետո վերցնում, այն, ինչ արդեն շնորհել է մեզ, շատ ավելի մեծ օրհնությունների նախանշանն է։ Այն, ինչ դեռ չենք ստացել, նույնքան հաստատ է, որքան այն, ինչ արդեն ստացել ենք։ Ուստի համբերությամբ սպասենք Տիրոջը և խաղաղ մնանք նրա առաջ։ Ամենափոքր կասկածի համար անգամ արդարացված ոչ մի պատճառ չկա։ Աստծո սերը, նրա խոսքը և նրա հավատարմությունը հաստատ են։ Շատ բաներ այս աշխարհում կարող են անորոշ լինել, բայց Տիրոջ մասին մենք երգում ենք, քանզի նրա ողորմությունը հավիտյան է, միշտ հավատարիմ և միշտ հաստատ։